Բարև ձեզ, Vivi here։ Քանի օրը շատ են խոսում ես կրոնքի հարցերի մասին, հատկապես եկեղեցու պրինցների մասին, ասենց ասած իշխանների մասին, թե ինչ իրենք պահում են իրենց կուսակրոնությունը չեն պահում եւ այլն, դրա մասին մի երկու բան ասեմ։ Նախ ասեմ, որ հայկական եկեղեցում, ինչպես նաև մյուս արևելյան ուրեմն օրթոդոքս եկեղեցիներում, ինչպես ասենք խպտիներն են, եթոպիացիներն են, ասիլիացիներ եւ այլ, կրոնակուսությունը 5-րդ դարից է գալիս, նոր բան չի, 5-րդ դարից, բայց լրիվ իրեք կրոնակուսություն չի, առաջի աշճանը քահանաները պարտադիր է որ չլինեն, պարտադիր է որ ամուսնացած լինեն, որպեսզի կարողանան աշխատել հոտի հետ, այսպես ասած, ծուխ ունենան։ Ու գաղափարը է, որ եթե դու պետք է ծուխ ունենաս, ընտանիքների հետ աշխատես, դու պետք է ընտանիք ունենաս, որ մի քիչ գործից հասկանաս եւ ընդհանրապես չլինես sense մի քիչ աչքը շոր երիտասարդ կամ որևէ ինչ-որ բան, պեդոֆիլիա բան ենք տեսնում կաթոլիկ եկեղեցում, հենց պատճառներից մեկն էլ դա է, որտեղ իրենց մոտ տոտալ կուսակրոնություն է, այսինքն բոլոր եկեղեցու աշճանները պետք է կուսակրոն լինեն, ոչ միայն քահանաները։ Մեր մոտ երիտասարդը ասենք, որ վերջացնում է, ասենք, բանը, սեմինարիան, ինչ ասում, կրոնական իր սուտումը, դա ինքը աբեղա է փաստորեն եւ կամ պիտի ամուսնանա ու կարող է արդեն լինել կամ պիտի շարունակի այդ արդեն իրեն որոշումն է, եթե ուզում է վարդապետ դառնալ, հետո եպիսկոպոս եւ այլն։ Բայց մի բան հասկանանք, որ եպիսկոպոսները, կաթողիկոսները նրանք ադմինիստրատորներ են, այսպես ասած, հա, եկեղեցին Իրենց այդպես էլ կա իր գրքում գրված էր, երբ որ ուզում էին աշակերտները Հիսուսին հետևողները որոշում բողոք կար, թե որ հացը չեք բաժանում հավասար ձևով, հավաքվում էին միասին նշելու, ասենք թե, չէ, ընթրիքը անելու, հաց ուտելու, եւ որոշ խմբեր ավելի շատ էին ստանում, քան թե ուրիշ, եւ բողոքը բավարարելու համար որոշեցին, որ ընտրեն ինչ եպիսկոպոսներ, այսպես ասած, այսինքն մարդիկ, որոնք պիտի հետևեն, որ եկեղեցու ռեսուրսները ճիշտ ձևով գործածվեն եւ ճիշտ ձևով բաշխվեն եւ ադմինիստրատիվ հարցերը լուծվեն։ Իրենք չեն ամեն կիրակի կամ ամեն օր կատարում որևէ ծեսեր, պատարակներ, առավոտյան ժամերկություններ, երեկոյան ժամերկություններ, դες բանը չեն անում, չէ՞, եպիսկոպոսները, իրենց պարտականության, նրանք ադմինիստրատոր են, պետք է հասկանանք։ Եվ գաղափարը այն է, որ այս ադմինիստրատորները, որպեսզի, ինչու 5-րդ դարում այս բանը որոշվեց, որ ընդունեն, որտեղ սկզբում Գրիգոր Լուսավորիչը ամուսնացած էր, առաջի կաթողիկոս ասենք, հա, հետո իր տղան դարձավ կաթողիկոս, հետո իր թոռը դարձավ կաթողիկոս, հետո իր շիրը մյուս ազգականը դարձավ կաթողիկոս, ուրիշ խոսքով սա կարծես սպարապետների նման ընտանիքով գնում էր այս բանը, հա, հետո որոշեցին, որ երևի սա լավ գաղափար չի, մի քիչ մերիտոկրասի լինի մեջը, այսինքն պետք է արժանանաս այդ գործին, ոչ թե միայն գենետիկական բանով գնա, այլ չնայած որ թագավորները տենց լինում էր, ոնց որ թե ոչինչ, հա, թագավորները ինչ որտեղ ադմինիստրատոր ասենք թե եւ միգուցե պետք է տենց էլ պահել, բայց ամենայն դեպս այն ժամանակ որոշեցին, որ չէ, այսպես լավ չի, ուրեմն պիտի ընտրվի ըստ իր շնորհքի, ոչ թե իր շնորհքի եւ կարողության, ոչ թե իր բանի եւ իհարկե գաղափարը, որ այսպիսի մարդը ամուսնացած է եկեղեցու հետ, ոչ թե ինքը պիտի ընտանիք ունենա։ Այսինքն կանայից վերև վարդապետները, եպիսկոպոսները, աբեղաները, կուսակրոն բաները, ինչին ասում, վանականները եւ միանձնուհիները պետք է իրանք համարում են, որ իրենք ամուսնացած են եկեղեցու հետ։ Եկեղեցին լազերով իհարկե շենքը չենք հասկանում, ոչ էլ կրոնական դաս է, այլ հավատացյալների խումբ դա է եկեղեցին, ուրեմն մնացածը եկեղեցու սպասարկողներն են։ Սպասարկում են, այսինքն այդ խմբի հոգեկան կարիքները, սա էլ գաղափարը, հա, իրենց պրինցեր են պատկերացնում, ինչը արդեն ուրիշ հարց, պետք է հասկանան, որ իրենք
doing management job, այսպես ասած։ Մի խոսքով, սա է գաղափարը, թե ինչու էս բանը կար։ Իդեպ ասեմ, որ կաթոլիկ եկեղեցին ընդունեց այս կուսակրությունը 12-րդ դարում, 1139 թվականին, այսինքն 800 տարի հետո հայերից կամ մյուս եկեղեցիներից, եւ իհարկե նորից գաղափարային է, որ եկեղեցու, որ ասենք այդ եպիսկոպոսը, որը ադմինիստրատոր է, որը ունի մեծ հնարավորություններ եւ իշխանություն եկեղեցու ռեսուրսների վրա, ինքը հանգարց չարաշահի իր որդուն կամ չգիտեմ ընտանիքի անդամների վրա չբաժանի, նրանց չկերցնի։ Եվ տեսնում ենք, երբ որ այսպիսի մարդ եպիսկոպոս կամ կաթողիկոս ընտանիք է ունենում, բնականաբար նաև իր մոտ ինսենտիվը, որպեսզի ինքը փող աշխատի, ավելի մեծանում է։ Չէ՞ թե այնպես չեն ուզենալու աշխատել, բայց այդ գայթակղությունը միշտ բոլորի մոտ կլիներ, պետք է ենթադրել, բայց ասենք թե եկեղեցու հետ ամուսնացած կուսակրոն մարդը, երբ որ կողքից ընտանիք ունի, բնականաբար ավելի շատ պատճառ ունի փող սարքելու։ Այս պարզ էս պատճառներ, որի համար կուսակրոնությունը հենց հաստատել էին եւ ասել են, որ դու ամուսնացած ես ժողովրդին, եկեղեցուն, նրա հոգերով զբաղվի, նրա մասին մտածի, դու քո գործը լավ արա։ Մի խոսքով սա է հիմնական գաղափարը։ Հիմա եթե դա խախտում ես, ինչքան մեծ մեղք ես գործում, չէ՞, այդ հարցն է այստեղ, ասուր այդ խոստում ես տվել, ճիշտ է, մենք շատ խոստումներ ենք տվել, կնքվելու վարքյանից ի վեր։ Եվ չեմ ուզում սա մեղմացնեմ իրենց խախտումը այդ ասելով, ես ուզում ասեմ բոլորս մեղավոր ենք, այդ էլ որպեսզի չդուրս գա, որ ես միայն դատում եմ եւ դատելը հեշտ է, մինչեւ իրենց վիճակում չես լինում, պարզ է, որ շատ դժվար գործ է, այնակ նորից կաթոլիկ եկեղեցին ձեզ օրինակ, թե ինչքան շատ կա այնտեղ ամեն տեսակ սխալ բաներ եւ ոչ միայն կաթոլիկ եկեղեցում մեր մոտ էլ վստահ եմ կա, բայց համենայն դեպս ես էլ ասեմ, որ ընդհանրապես իմանանք, բայց եկեղեցին հատկապես այն ազգերում կամ երկրներում, որտեղ այն կատարում է նաև պետական ինչ-որ գործ կամ կատարել է, հա, ինչպես ասենք հայկական եկեղեցին, բացակայության դեպքում իշխանություն, ազգային իշխանության, ասենք, թե իշխան թագավոր եւ այլն ոնցում եք վերցեք, հենց եկեղեցին շատ անգամ կատարում էր այդ դերը կամ ղեկավարում էր նաև այդ հարցերը կամ ստիպված էր անել, որովհետև գաղութացնող կամ տիրող պետությունը ստիպում էր, որ ազգը ներկայանա իր կրոնքի ներկայացների միջոցով, այսինքն, օրինակ Թուրքիայում հայկական եկեղեցին է ներկայացնում հայ ազգին, չեն ասում հայկական ինչ-որ, ասենք, աբիսողոմականներից կազմված ինչ-որ մի ժողով, ընտրեք, թող նա ձեզ ներկայացնի, չէ, ասում ենք, մենք ձեզ ճանաչում ենք կրոնքով, դուք կրոնքով եք ուզում տարբեր լինեք, դուք թուրք եք, բայց կրոնքով տարբեր եք, չէ, դե կրոնքն էլ թող ձեզ ներկայացնի։ Այս պատճառով է, որ կրոնքը շատ մեծ դեր է սկսում կատարել ավելի, քան զուտ հոգեկան աշխատանքի իմաստով։ Եվ բայց հատկապես դա նշանակում է, որ դառնում է շատ նաև մեծ թիրախ այդ ճնշող, այսինքն գրաված պետության դատուցարայությունների կողմից համար, ոչ թե կողմից։ Տվյալ դեպքում Ռուսաստանի համար պարզ է, եկեղեցին ջարդելուց, փշրելուց հետո բոլորին զանգակատներից ներքև գցելուց հետո կաթողիկոսներին, որոնք ինչ-որ երևի շատ հավատացյալ էին իր ճաշակից ավելի եւ չէին իրեն ենթարկվում, երբ որ ստիպված եղավ վերականգնել երկրորդ համաշխարհային պատերազմին, որպեսզի հավելյալ խթանիչ ուժ լինի մարդկանց կռվելու համար գերմանացիների դեմ, իր ձեռքը առավ եւ մտածեց, որ ամենակոնտրոլանալու ձևերից մեկը որն է, հայտնի բան է, որ ինչ-որ մեկին եթե ուզում ես հավաքագրես, ես իմ պրոֆեսիայից ասեմ, այդ հապավում կա, մայս են ասում, ուրեմն money, ideology, compromise եւ ego, այդ ձևերով ես մարդուն հավաքագրում, կոնտրոլանում, հա, այսպես ասած, նրա խթանիչ բաները, փողով կարող ես մեկին գայթակղեցնես, որ նա քո համար աշխատի, մյուսը իդեոլոգիայով, դե ինչ ես կպել այդ եկեղեցուն եւ այլն, դու ավելի խելոք մարդ ես եւ այլն, հավատում ես, որ մենք պետք է եղբայր ժողովուրդներ ենք, դու պետք է
ավելի լավ կլինի քո հենց ազգիդ համար որ լինես ասենք Ռուսաստանի կողմի վալի իդեոլոգիա են բացատրում մյուսը բանն է ասեցի կոմպրոմայզն է նու կոմպրոմատ քո վրա իսկ կոմպրոմատի համար ամենալավ բանը որ դու ինչ անես մի բան անես որը ամոթ բան է կամ խախտում է ինչ որ օրենքներ կամ ինչ որ բան է անում չէ ուրեմն խրախուսում ես որ նա անի դա երբեք Ռուսաստանը քեզ ոչ մի քահանայի կամ ներողություն եպիսկոպոսի ձեռքը չի բռնի ասի ինչ ես անում ախպեր ջան չհակառակը խրախուսի նույնիսկ ինքն էլ կներկայացնի ում որ պետք է ստեղծի պայմանները որ դա հանդիպի մարդկանց կնաղջիկները չգետ գնամ ինչ անի եւ այլ ինչու որտեղ դա կոմպրոմատ իր համար մոտ իրան ձեռքը լծակ է տալիս անպայման նա կխրախուսի դրա համար այդ բոլոր իրանք ասում են չէ՞ դες բանկար սովետում ասում եթե չի խմում չի ծխում այսինքն վատ սովորություններ չունի ուրեմն շպիոն է այսինքն իրան չես կարա կոնտրոլել ուրեմն ինքը ինչ որ պատճառով չի մտնում sense բաների մեջ էլ չեն ասում կարող է խելոք մարդա կամ հայրենասին այլ ուրեմն կոմպրոմատը շատ կարևոր բաներից մեկն է որ իրանք գործածում են հենց եկեղեցականների դեմ եւ վերջինի իգոնը իհարկե դու հարադել ավելի զարգացած մարդ ես ինչ ես կպել ես sense խաչից ոնց որ ասում եմ մի հատ եկեղեցական ասել էր մի սովետական աշխատողի էս լինում ամիջին արևելքում չասեմ որտեղ որ եւ այլն որ դե գիտես նայլ ամաչումա որ ինքը կրոնական է սովետական ուրեմն բանի պաշտոնյայի հայ ցակումով իհարկե ասում դե գիտես ասում ամեն մեկը բանեմը բռնած է Գաբրիգոր այսինքն մեկը գոշկագարը չեմ գիտեր ինչ է մենք ալ խաչը բռնած են Գաբրիգոր ասանք հասկացար այսինքն սա էլ մեզ համար մի փեշակա դե չէ ես չանեի պետք է դառնայի չգիտեմ ինչ որ գոշկակար ոսկերի չգիտեմ ինչ որ չէի ուզում արդեն անեի դա լավ ապագա չէր սա ավենահեշտ գործն է ասենց ասած ես էլ դարձա կրոնական այսինքն այս սենտիմենտը մտածելակերպը իհարկե շատ տարածված է պետք բոլորս էլ գիտենք որ այդպես է եւ այդ կա դա փողի կողմի մեջ է մտնում մասամբ բայց մյուս կողմը որ բացատրում է որ իգոյի հարց կա երբ որ քեզ փոփոլացնում են ու դու շատ խելոք ես դու շատ մարդ ես դու լավ է այս քո ինտելեկտից ցածր բաներ պետք չի անել դա հասկանում ենք դու գործի մեջ ես պետք է սենց անես փոփոլացնում եմ չէ որ դու կարծում ես իսկապես դու մեծ բան ես եւ այտենց ընկնում ես այդ գայթակղության մեջ եւ այդ ձևով ես իրանց բան անում մի անգամ ինֆորմացիա ես տալիս մի անգամ բան ես անում դու շատ կարեւոր բաներ ես ասում գիտես շատ Պուտինը անձամբ կարդում է քո գրած ռեպորտները անձամբ հետևում է թե դու ինչ ես անում պետք է շատ զգուշ լինենք հա իհարկե շատ լավ բաներ ես անում այս ձևով են պոպուլացնում են իգոյի վրա են աշխատում կամ ինքը նեղացել է ինչ որ մեկից մասենք թե տվյալ դեպքում Հայաստանի ինչ որ կառավարությունից նեղացել է ինքը ասում է թքեմ քո վրա ես հիմա ձեզ ցույց կտամ թե ոնց է լինում սա չեմ ասում կոնկրետ ով է ինչ է այդպես բան է մոնում բայց իգոյի այդ մեթոդի մեջ է մտնում դա բոլոր այդ ամերիկյան օրինակ լրտեսները որ գնացին FBI-ից եւ CIA-ից եւ կամավոր սկսեցին ինֆորմացիա տալ սովետական միության հետախուզությանը իրանք արեցին իգոյի համար մեկը փողի համար էր անում փողը մեծ բաներ բայց մի երկուսը իգոյի համար վիրավորված էին որտեղ իրենց բանը չէին ստացել ինչին ասում promotion-ը պիտի դառնալ ավելի բարձր պաշտոնի չէր ստացվել բանման նեղացել են ինքը եւ այլն այսինքն ես եմ մարդու որ մեջն է խառնվում շատ հեշտությամբ մարդը բանա դառնում ինչին ասում vulnerable խոցելի է դառնում հա խոսքով էս բոլոր ձևերով sense մտնում են հիմա այն նույնը եմ ասում երբ որ եկեղեցին հատկապես ոչ թե միայն հոգեկանով ասպարվում նաեւ ստիպված է լինում ներկայացնի ազգին պետության առաջ կամ ընդհանրապես կատարի որևէ այդպիսի ֆունկցիաներ նա ավելի հեշտությամբ եւ ըստ կարգի ընկնում է հատուկ այս ճշտումների տակ դա խոսում եմ ասենք սովետական ժամանակների մասին բայց իհարկե հետո էլ ինչու՞ չէ ամենակարևոր ինստիտուցիաներից մեկն է եթե կարելի է ասենք թե հավաքագրել մեկին բանակում կամ ԱԱՑ-ում կամ չգիտեմ ինչու չես հավաքագրի եկեղեցում սա ընդհանուր բան եմ ասում ոչ մեկի մասին չեմ խոսում կոնկրետ հա ընդհանուր թեզն եմ զարգացնում So anyway, այս իմաստով եկեղեցին պաշտպանված չի բոլորովին, ասենք, եւ մի տարի մեր փորձության, հա, այդ բաների, փորձություններից, դա էլ հետաքրքիր է, որ
այո, Ռոմի Պապը ինչ արեց իր մոտ, փոխեց այդ բառերը եւ մի թողորից փորձության մեջ ընկնեմ 19 թվականին, այլ ոչ թե տարել իր Աստված չի տանում քեզ փորձության։ Anyway, այդ գաղափարով մնացած հարցերի մեջ ցավալի այդ դեպքերից բացի որ պատմում եմ կամ բոլորս տեսնում ենք այդ կռիվը որ սկսվել է իհարկե դա ոչ միտեղ չի տանի տվյալ դեպքում Ամերիկայի օրինակի վրա բերեմ ուրեմն Թրամփը նկարվել էր որ Հռոմի Պապի հագուստներով հագնված նստած AI-ով artificial intelligence-ով սարքած էր շատ լավ են սարքել ու բանը Նյու Յորքի կարդինալը իր կոլեգաների անունից նամակ էին գրել, որ այսպես բան մի արա դա վիրավորական է մեզ համար, երբ որ քաղաքական գործիչը հոգևոր հոր ինչ որ շորերն հակնում նստում է գահի վրա այս իր ամբողջ բաներով, հիմա պատկերացրեք օրինակի համար Փաշինյանը հակնվեր կաթողիկոսի ձևի նստեր եկեղեցում կաթողիկոսական գահի վրա, ինչը իրար հետ ասեն չասեն, բայց դա երևի ճիշտ բան չի անել այդպիսի բան, եւ բայց թվում էր թե պետք է իսկույն ինքը ասեր թե ես չեմ արել կամ ինչ որ մի բան եւ այլ ոչ մի չի ասում, այդ նկարը չի էլ հանում իր սայթի վրայից, ինքը իրան շատ էլ դուր է գալիս երևույթին ինքը սիրում է չէ ինչ որ կայսրական բաներ ունի իր մեջ, չէ, այդպես ասենք հովեր ունի, հավակնություններ ունի, դրա համար ասիրում չէ դիկտատորներին, օրինակ բան ունեն ասենց ամերիկյան ղեկավարության մեջ մարդիկ կան շատ, այդ սերունդը, սառը պատերազմի սերունդի մեջ հատկապես, որ Թրամփ ամենալավ օրինակն է, որ միջև Իրան լրիվ չի զգում, էլի, քանի դեռ մի կարգին դիկտատորների հետ չի նստել վերկացել, Իրան չեն հարգանք ցույց տվել, ինքը դա է կարևորը, թե չէ մյուսները ընտրված, իմ նման ընտրված էդի հարց չի, այ որ Պուտինը Իրան հավանի, իր այդ նստի հանդիպի բան, հա, այդ արդեն բան է, դրա համար վազեց Հյուսեին Կորեան, դա էլ է դիկտատորն է գնաց նրա մոտ դրա համար Էրդողանի շատ ասիրում չէ, որտեղ նա էլ ինչ որ տենց բան։ Այս մարդկանց գլխի մեջ բան կա, տենց խանգարված բան կա, ես մի հատ թեզ եմ դարապես զարգացրել այդ թե ինչու են այդպես մտածում մարդիկ, սինդրոմ է դա նոր, բայց դա առանձին խոսակցության առարկական ենք։ Ինչևից է։ Վիճակը էս դույցան մեջ։ Հիմա այդ կուսակրոնության հարցը որպեսզի մտածես կրոնականների մոտ, պետք է մտածես թե ինչու խնդիրներ ունես, ինչի է դա կրվում, ստեղ կուսակրոնությունը չի խնդիրը։ Ստեղ որակի հարցն է խնդիրը, իմ կարծիքով, չէ՞։ Եվ դա նրանից է գալիս, որ այս մարդիկ չեն նայում եկեղեցական այդ գործին, որպես իրենց անգլերեն ասում են calling, հա, այդ իրենց կոչումը, որ ես դա պիտի լինի, ինչ ուզում ա լինի, դա եմ անելու։ Սա իրենց համար պրոֆեսիա է, եւ ինչպես որ պրոֆեսիա փող աշխատելը կարևոր հանգամանք է հանդիսանում։ Ինչի որ ես ինձ Աստված կանչել է, որ ես իր ժողովրդին օգնեմ ապրելու Աստծո հաճո ձևով, այլ այդ չի ոնց որ մեկ ասում է ես կոչված եմ բժիշկ լինելու կամ չգիտեմ ինչ լինելու, երաժիշտ լինելու, նկարիչ լինելու, Վան Գոգը ուզում է ինչ սոված եմ, բայց ես նկարիչ պիտի լինեմ, ուրիշ բան չեմ կարող անեմ, դա չկա այդ բանը, ասում պրոֆեսիա է դա դարել, ինչպես այնտեղ օրինակը բերեցի, որ ասում խաչից էլ ես եմ կախել, որ մի բան ենք անում, եւ բայց նրանից է գալիս, որ բան չկա, ինչքան դժվար է ընդունվել սեմինարի, ես չեմ անում, շեշտեր կոնկուրս կա, այնց լուրջ քննություն կա, բան կա, հոգեբանական ինչ որ բանով անցնում են, նախքան վերցնել իրանց հարցնում եմ եք ինչ ես ուզում դառնաս օրինակի համար, չէ՞, օրինակ որևէ ուրիշ տեղ ընդունելու համար պետք է լավ ինչ-որ բան անցնես, չէ՞, քննություններ, կոնկուրս անցնես։ Որ ծնողն է ասում, բալաջան, լավ սովորի, որ մեծանաս դառնաս քահանա կամ եպիսկոպոս։ Չեն ասում սովորաբար դա։ Տենց բան չկա, մեկն էլ չի նստում երեխան դպրոցում ասում է, մեկ ասում է, ուզում եմ կոսմոնավտ դառնամ, մեկն ասում է, չգիտեմ, ինձ լսե, ես ուզում եմ անպայման պետք է գնամ եպիսկոպոս դառնամ, որտեղ ուզում եմ ծառայեմ ասում։ Այդ որտեղ ալնում։ Այդ օրինակը չունենք մենք, հա, այդ համակարգը չկա, այդպես ասած։
Եվ ինչ է դուրս գալի, ոնց որ ասում են հավաքագրվում է կամ մարդկանցից, որոնք դա լավ ուրիշ ալտերնատիվ չունենալով մտել են դրա մեջ, կամ մարդկանցից, որոնք ոնց որ ասում են համարում են, որ հա, միգուցե ունեմ, բայց ավելի հեշտ ձև աշխատելու կամ էսա, եւ բաց բոլորովին չեմ ասում մարդկանց մասին, որոնք իրապես հոգեվոր կարիքներից եւ ծառայության համար են մտել, այդպիսիներն էլ կան իհարկե, ոչ թե իպական, երևի չեմ ուզում ասել մեծամասնությունն են, բայց այլ մեծ թիվ են, որովհետև մի հատ բան էլ կա, դու կարող ես լավ մտադրություններով մտնես, հետո վատ վերջացնես, այդ միշտ բոլորը գիտենք ոնց է սկսվում, հա, մտել լավով սկսում ես, վատով վերջանում ես, որտեղ սիստեմը քեզ քրապտ է անում։ Եվ ինչպես ասեցի, շատ շահագրգռված կողմեր կան, օրինակ Ռուսաստանը, թեկուզ Հայաստանի համար եմ ասում, որ կրոնական մարդիկ մաքուր չունեն։ Ոչ մի դեպքում։ Եվ իրանց վրա լինի միշտ կոմպրոմատ, իրանց վրա միշտ բողոքի տեղ լինի, իրանց վրա միշտ բան լինի, որտեղ իր շահերին չի գալիս, որ այնտեղ հանգարց մի հատ մեծ շատ ուժեղ, մաքուր, հայրենասիրական ինչ-որ մի հատ sense բան լինի, ինստիտուցիա լինի, էլի, կրոնական, որը զատ ժամանակ ոտի կկանգնի հանգարց են լեհ կարդինալը, որ վեր կացավ եւ դարձավ Ռոմի պապ ու Լեհաստանը փաստորեն ոտի կանգնացրեց այս կոմեկում։ Այդ երբեք չեն ուզում դες բան լինի, դրա համար իր դեմ մահափորձ կազմակերպեցին այդ թուրքի ձեռքով բուլղարական հետախուզության միջոցով։ Այո, երկար պատմությունը կարճ, հարցակումները շատ են եկեղեցու վրա, եւ բարոյական, եւ հոգեկան, եւ ուրիշ տեսակի գայթակղումներ, անընդհատ ու ամենուր, եւ պետք է հատուկ մարդիկ լինեն, որպեսզի դրան դիմանան, եւ սիստեմ պիտի լինի, որ դրանց պաշտպանի, եւ նաեւ հետաքննի եւ գաղտնի պայելը այսպես խնդրեմ կա, երբ որ կաթոլիկ եկեղեցին գաղտնի էր պահում իր պետոֆիլներին, որոնք մի եկեղեցուց մյուս եկեղեցի են գնում, որովհետև այս եկեղեցում համահանել էին արդեն գործը հասնում էր, չգիտեմ, արդեն դատական գործերի, եկեղեցին փոխանակ իրանց ոնց ասում են հանձներ քննության եւ պատասխանատվության տեղափոխում էր ուրիշ եկեղեցի կամ ուրիշ շրջան, որ յանի աչքից հեռու, մտքից հեռու կամ մի տարի նշանակում էր, ասում էր կգնաս դու այս ինչ վանքում կնստես, մեղքերդ կքավես, գաղութես, հետո մեկ էլ ուրիշ տեղ է նշանակում։ Եվ ինչ էր լինում, ինչը դրանից պետոֆիլ դարձավ ոչ պետոֆիլ։ Եվ դա շատ վատ հետևանքներ ունեցավ կաթոլիկ եկեղեցու համար, եւ ընդ չեմ ասում երեխաների ու այդ ծնողների ու ամբողջ սերունդների համար, որ այդ բանով են անցել։ Ուշ խոսքով սխալը թաքցնելը, ծածկադմփոց անելը, ես ինչ որ անգլերով ասում են խալուտակ քշելը այդ կեղտը, սխալ բան է։ Հարցենը թե ով պիտի բացահայտի։ Հիմա իհարկե հարցը ասում են, դե մենք մեր մեջ մեր հարցը կանենք։ Կներեք, մենք մեր մեկ չկանք։ Ոնց ասեցի, դուք ամուսնացած եք եկեղեցու հետ, եկեղեցին էլ ձեր հոտն է, մարդիկ են։ Հետևաբար ես չի որ դուք կարակ անեք, այո, բարոյական կամ Աստծո հետ խոստումների խախտումների հարցերով քննչական կոմիտեն չի կարող խառնվի, ոչ էլ պիտի խառնվի։ Մատնացույց անել հասարակությունը ոչ թե միայն կարող, այլ պարտավոր է անի, որտեղ իրանք եկեղեցու անդամ են, բայց խառնվել պետական օրգաններ, այսպես ասենք, հա, չեն կարող, պարզ է։ Հիմա իսկ դրա մասին խոսել պետք է, երկե պետք է, անպայման։ Իսկ եթե եկեղեցին չանի ոչ մի բան ինչպես անում, կամ ուրեմն հասարակությունը ինձ ստիպի, հա, ինչ պայմաններով, կլինի ճիշտ մարդ ընտրելով կամ եկեղեցական օրենքները փոխելով կամ չգիտեմ ինչեր անելով եւ այլ ոնց պետք է արվի, բայց պետք է եկեղեցին իր մեջ այդ մեխանիզմ ունենա, ինքը պետք է իր առանձին բանը կա, օրինակ Վատիկանում գոյություն ունի տենց բան, օֆիս, այդ հարցերով զբաղվող, որ ներքին հետաքննություններ է կատարում եւ պատիժներ է առաջարկում մեծին, տվյալ դեպքում կարող է այդ մեծը հենց ինքն է խոսքի այսօրվա հարցը դարել կամ չէ, բայց այդ օֆիսը պիտի լինի, երևի կա եկեղեցում, ես չգիտեմ, կարող է ինչ-որ մեկին ինչ-որ մեկ
ըստ կարիքի նշանակում են կաթողիկ ասում են լավ է հարցով դու զբաղվի ոնց որ ասում են բայց դա պետք է մշտական օֆիս լինի իրականում այդտենց հարցերի համար որոնք այդ հարցերը պետք է լուրջ վերցնեն եւ ընդհանրապես այդպես բաները չի կարելի ցանցկապն դպոցանել ընդհանրապես եմ ասում հիմա եթե այդտենց լներ գործը դրան չէր հասնի ինչ մնում է այս կուսակցությունը ընդհանրապես ճիշտ է թե չէ դա արդեն տարբեր հարց 5-րդ դարից ունենք հələ որ ես պետքա փոխվի պետք վերանայել հաստատ պետքա ես մի քիչ այդ իմաստով մանարխիստ եմ այն իմաստով որ եթե մնար այդ բանից Գրիգոր Լուսավորիչի սերունդներից միգուցե ավելի լավ էր you never know մեզ պրոստը չէին թողնի այդ ուրիշ բան ոչ մի այդքան դար ոչ մի թշնամի պետություն չէր թողնի որ տենց բան լինի առաջին հերթին այդ մարդու կոկը կկտրեին ասեն Գրիգոր Լուսավորիչի գիծը կոչնչացնեին որպեսզի հանգարց տենց պատկերացնում եք չէ տենց մի հատ ժառանգություն բերող տենց որ ասում են լիներ էլի ուրա որտեղից կթողնեին բայց այդ իր իմաստով ինչքան ուժ ունի իր մեջ չէ դա որ մտածես դրա մասին ինչ մնում է այսօրվա դրությամբ պետքա թե չէ դե ես արդեն չգիտեմ ես դժվար է դրան ասել ես կարծում եմ մակվա համակարգը գոնե կաթոլիկական համակարգից ավելի լավ է բողոքականների մոտ երբ որ նայում եմ ամերիկյան իրանք բոլոր ամուսնացած են տեղ բան չկա որ չես ամուսնացած դա իր խնդրեմ ունի ինչպես տեսնում ենք այդ մեծ եկեղեցիները հանգարց մեկ էլ սկսում են իրանց տղաները, հարսերը, աղջիկները, կինը բոլորը միասին քարոզում են հանգարց, բոլորը միասին ինչ-որ բաներ են անում ու մեծ փողեր են աշխատում։ Իրանց մոտ տեղ բանի վրա է նստած։ Բողոքական եկեղեցում եկեղեցու առաջնորդը ինքն էլ հենց քարոզիչն է, ինքն էլ հենց այսպես ասում են ամեն կիրակի ելույթ ունեցողն է, հա կոպիտ ասած, տնես չի որ դու միայն ադմինիստրատոր ես վերևը նստած, նշանակում ես եւ քահանաները տեղերում աշխատում են, այդպես չի լինում, այնտեղ ինքն է ամեն ինչ անում, ինքն է ամեն օր դուրս գալիս, ինքն է ամեն տոներին բաներ անում, ես ինչ իմանամ գրքեր սարքում ծախում, նած բիզնեսն էլ տենց է դա, բայց ինքը գոնե այդքան ինչ որ աշխատում է, այդ ինչ որ բան է անում, պես չի կան, ոչ շատ, բայց հայտնի մարդկանց, որոնք փոխանցել են, այսպես ասած, եկեղեցին իրենց որդուն եւ տղան շարունակել է։ Բիլի Գրամը մեկն է, տենց բան արեց, մի երկու հատ ուրիշներ կան, բայց ընդհանրապես այդ տաղանդը մի քիչ այդքան մարդու պահել եւ դրանց ինչ որ այսպես ասած ամեն մեկը չունի, դա տարբեր տաղանդ է։ Եվ այդ իմաստով շատ տարբեր են բողոքականները եւ մեր տրադիցիոն, այսպես ասենք, եկեղեցիներից, որտեղ կա այդ հիերարխիան գոյություն ունի, որտեղ նորից եմ ասում, քահանայից բացի, որը քեզ իսկապես ծառայում է ընտանիքների հետ ամեն անգամ ինքնականում, ինքնա քեզ հաղորդությունը տալիս, ինքնա քո մեղքերը հետ ասում է կավությունը տալիս, այդ բոլորը ծնունդները, կնունքները, թաղումները բոլոր իրանք են անում վերևը նստած է, ասում է ես իշխանն եմ ինձ լավ նայեք, այդ էր ուրիշ հարց, երևի արդեն իմ սենտիմենտները այդ մաստով բավական արտահայտեցի, ես չեմ կարծում պետք է ավելի շատ խոսանք, բայց այսօր այսքան